Մարդ, որ փոխեց աշխարհն ու ավելի հարմարավետ դարձրեց մի ամբողջ սերնդի կյանք։ Սմարթ քարտեր, հեռախոսներ, էլեկտրոնային գրքեր, GPS նավիգացիոն համակարգեր, սերվերներ, HD TV, սոցիալական ցանցեր եւ այլն։ Առանց այս ամենի անհնար է պատկերացնել առօրյան։ Այս նվաճումներում անկյունաքարային է դոկտոր Ցուգիո Մակիմոտոյի գիտական ներդրումը։ Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրենը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2013 թվականի մրցանակի դափնեկիրն է։ Ցուգիո Մակիմոտոն շնորհակալություն է հայտնում ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին արժանանալու համար, ներկայացնում իր գործունեությունը եւ խոսում աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների մասին։ Հենց տեղում իր ստեղծած խելացի սարքերից մեկի օգնությամբ ճապոներեն ելույթը թարգմանում է հայերենի։ 皆さんこんばんは。私の名前は牧本です。私はアルメニアが大好きです。バリイエレコボロリン。Իմ անունը Մակիմոտո է։ Ես շատ եմ սիրում Հայաստանը։ Պատահական չէ, որ Հայաստանն առաջին դեմքի մակարդակով նման ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ Մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը խոսում է ոլորտում Հայաստանի մրցակցային առավելությունների մասին։ Վերջին տարիներին արձանագրվել է 20-ից 25% աճ, իսկ համախառն ներքին արդյունքում ՏՏ-ի տեսակարար կշիռը կազմում է մոտ 3%, որը համադրելի է որոշ զարգացած երկրների նմանատիպ ցուցանիշների հետ։ Տարիներ անց հեղինակավոր մրցանակակիրները կգան Հայաստան, բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ եւ ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության ճանաչողությունն ու վարկանիշը։ Մուսայելյանը 2011 թվականի մրցանակակրի հանրահռչակ Սթիվ Ոզնյակի խոսքերն է մեջբերում։ Չկա Նոբելյան մրցանակ տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում եւ այս մրցանակը ես դիտարկում եմ որպես Նոբելյան։ Ստանում եմ այն Հայաստանի նախագահից եւ դրա համար շատ հպարտ եմ։ It is a great honor. Հայաստանում Ճապոնիայի դեսպան Տիկա Հիտո Հարադան շնորհակալ է իր հայրենակցի վաստակը գնահատելու եւ նման մրցանակի արժանացնելու համար։ Դա նրա համոզմամբ վկայում է հայ-ճապոնական դինամիկ զարգացող հարաբերությունների մասին։ Մարդ, որի պատկերացումներն ու առաջարկները միշտ էլ առաջ են անցել ժամանակից, նախագահ Սարգսյանի գնահատականն է դոկտոր Մակիմոտոյին։ Այս մրցանակով Հայաստանի ժողովուրդը իր հիասմունքն ու երախտագիտությունն է հայտնում նրանց, ովքեր առաջ են տանում մարդկային քաղաքակրթությունը եւ իրենք էլ դառնում են ժամանակի յուրօրինակ խորհրդանիշներ։ Այս մրցանակով մենք մեր հարգանքի տուրթն ենք մատուցում ոչ միայն պարոն Մակիմոտոյին, այլև նրա հայրենիքին Ճապոնիային, որտեղ ապրում են խիզախ ու աշխատասեր, իմաստուն ու տաղանդավոր մարդիկ։ Ճապոնիայի տնտեսական ու տեխնոլոգիական նվաճումները տպավորիչ են եւ ուսանելի ոչ միայն մեր, այլև աշխարհի համար, ընդգծում է պետության ղեկավարը։ Այս մրցանակով մենք նաեւ ցանկանում ենք մեր երիտասարդների հատուկ ուշադրությունը հրավիրել հաջողված գործերի եւ հաջողակ մարդկանց վրա։ Ցանկանում ենք նրանց տալ ճիշտ ուղենիշներ եւ օրինակներ։ Համոզված ենք, որ երկրի ամենամեծ հարստությունը մարդն է եւ Ճապոնիայի օրինակն էլ դրա վառ ապացույցն է։ Գիտնականի հայտնաբերած Մակիմոտոյի ալիքը ծովեր ու օվկիանոսներ կտրելով հասել է Հայաստան։ Նախագահը շնորհակալ է Մակիմոտոյին մեր երկրում առաջիկա 10-12 օրում աշխատանքի համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախագահի մրցանակ շնորհվում է 2009-ից։ Ցուգիո Մակիմոտոն 4-րդ մրցանակակիրն է։ Առաջինը ստացել է Intel-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթը։ Հետո արդեն Apple-ի համահիմնադիր Սթիվ Ոզնյակն ու Synaptics-ի պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական։